այս պահին Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքները, ես կխնդրեմ ձեր ակնկալիքները ներկայացնեք, ինչ սպասումներ, ինչ ակնկալիքներ ունեք դուք Սահմանադրական դատարանից։ Մեր ակնկալիքն է, որ Սահմանադրական դատարանի անդամները լսեն մեզ տեսնեն այստեղ կանգնած, բացակա մարդկանց նկարները տեսնեն այստեղ կանգնած, մարդիկ ովքեր որ ժողովրդի ընտրական իրավունքը իրացնելու համար, պայքարելու համար ենթարկվել են բռնության, ազատազրկման, կալանավորման եւ հիշեն իրենց պոզիտիվ պարտականությունների մասին։ Իրենց պոզիտիվ պարտականություններից մեկը ընտրությունների արդյունքներում առաջացող վեճերի լուծումն է, որի իրավասությունը որպես բարձր դատարան իրենք ունեն, իրենք հիշեն իրենց կոչման մասին, մեր ներկայության իմաստը այստեղ է, մենք նրանց ոչ կարող ենք ականջներին փսփսալ, ոչ լծակ ունենք, ոչ կարող ենք լծակ գործադրենք, ոչ դրա իրավունքն ունենք, մենք պարզապես մեր ներկայությամբ այստեղ ենք իրենց հիշեցնելու, որ թեև ձեր մի մասը, ձեր մեծ մասը նշանակվել է այս արդեն կարելի ասել նախորդ գումարման ազգային ժողովի մեկ խմբակցության կողմից, ԿՊ խմբակցության կողմից, բայց այդուհանդերձ ձեր նշանակման պահից ի վեր դուք ունեք անկախություն, դուք ունեք ինքնավարություն եւ պարտավոր եք իշահ պետության, իշահ ընտրական իրավունքի եւ իշահ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գործադրեք ձեր իրավասությունները անաչառ կերպով։ Օրերս նաև կալանավորվեց Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանը, նա մեղադրվում է Ռուսաստանում մարդկանց ուղղորդելու, որպեսզի Հայաստանում գան եւ մասնակցեն ու նաև քվեարկեն ուժեղ Հայաստանի օգտին։ Ես կխնդրեմ այս մասով էլ ինչ տեղեկություններ ունեք գործի վերաբերյալ, ինչ կարող եք հայտնել։ Ամեն ինչ, ամբողջ գործը ծայրից ծայր անհեթեթություն է, շինծու է, մտածածին է, Ավետիք Չալաբյանը ոչ մի կերպ չի ընդունում որևէ մեղադրանք եւ այդպես էլ կա։ Ես ուղղակի այնքան անհեթեթություն է, որ նույնիսկ հարկել չեմ համարում անդրադառնալ փաստական հանգամանքներին եւ նաեւ նախաքննության շահերից ելնելով ճիշտ չեմ համարում փաստական հանգամանքներին անդրադառնալ։ Շուտով երբ որ կավարտվի նախաքննությունը եւ կսկսվի դատական, գործընթաց, դատաքննություն, այդ ժամանակ արդեն փաստաբանները մանրամասն այդ ամեն ինչի մասին կասեն, որը որ մեր խորին համոզմամբ ծայրից ծայր ջուր է։ Բայց այդ ժամանակահատվածում պարոն Չալաբյանը գտնվում էր Ռուսաստանում, արտերկրում, այդ խոսակցությունը եղել է։ Անիկ ջան, ամբողջ քարոզարշավի ընթացքում պարոն Չալաբյանը եղել է Հայաստանի Հանրապետություն։ Ես ամենայն դեպս այդպես եմ հիշում։ Պարոն Չալաբյանը տարբեր տեղեր կարող է գնալ։ Այնպես ինչպես որ Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիներ, տարբեր կշիռ ունեցող քաղաքացիներ կարող են տարբեր տեղեր գնալ։ Բայց ինչ է նշանակում ռուսներին հորդորեն, ֆրանսիացիներին հորդորեն, անհեթեթություն է ինչի մասին։ Եթե կալանավորումները շարունակվեն, ինչ է պատրաստվում անել Հայաքվեն։ Եթե շարունակեն 2 ամիս անցել, պարոն Չալաբյանը շարունակի մնալ կալանքի տակ, ինչ է պատրաստվում։ Պարոն Չալաբյանին կալանավորելու նպատակներից մեկը մի նպատակով չեն կալանավորել, մի քանի նպատակներով են կալանավորել։ Նպատակներից մեկն էլ Հայաքվեին հարված հասցնելն է, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը քանդել, քայքայելն է, որը որ չի ստացվելու, մենք տեսնում եք ինչքան մարդ ենք այստեղ, մեր ընկերներով, մեր համախոհներով, մեր գաղափարակիցներով, այստեղ ենք, պարոն Չալաբյանի ուժը կայանում է նրանում, որ ինքը այս կազմակերպության, այսպես միանձնյա բանը չի, ղեկավարը չէ, տերը չէ։ Մեզ մոտ գոյություն ունի սկզբունք, առաջինը հավասարների մեջ, պարոն Չալաբյանը առաջինն է հավասարների մեջ եւ եթե նպատակներից մեկը քանդելն է մեզ, դա իրենց մոտ չի հաջողվել։ Հայաքվեյցը ինչ վախեր ունի, որ նպատակադրված նորաստեղծ ուժ եք նաեւ միավորում եք։ Այդքան նորաստեղծ չենք, 3 տարվա ուժ ենք, բայց վախերը ակնհայտ են։ Դուք կհիշեք, որ մարտ թե ապրիլ ամսին ազգային ժողովում
օրենք ընդունեցին, ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություն կատարեցին, այնպես փոփոխություն դիտորդության հետ կապված, որը որ անմիջապես մեզ էր վերաբերում, հայաքվեին էր վերաբերում, անգամ իրենց падգամավորները, որ խոսում էին այդ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին, մեզ էին հղում անում։ Իրենք լուրջ վախեր ունեն մեզնից, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությունում մարդկանց ընտրական իրավունք պաշտպանող կարևորագույն միավորներից մեկն ենք։ Մենք 23 թվականի սեպտեմբերին դիտորդություն ենք իրականացրել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ 25 թվականին մարտին դիտորդություն ենք իրականացրել Գյումրի եւ Փարաքար համայնքներում ընտրությունների ժամանակ։ Այնուհետև նոյեմբերին Էջմիածնում Վաղարշապատ համայնքում ընտրությունների ժամանակ։ Եվ այս ամբողջ ընթացքում մենք շատ արդյունավետ ենք աշխատել։ Վերջին 3 ընտրությունների ժամանակ եղել ենք ամենամեծ դիտորդական առաքելություն ունեցող այլ ամենաարդյունավետ աշխատողը, ինչը որ դուր չէր գալիս բնականաբար, որովհետև մենք դիտորդություն անում ենք ոչ միայն բուն քվեարկության օրը, այլ նաև նախընտրական քարոզչության շրջանում եւ վեր ենք անում բոլոր մեքենայությունները, ինչը որ կարողանում ենք։ Վերջին ընտրություններին մենք թեև մասնակցելու հայտ ենք ներկայացրել, բայց անմիջապես չմասնակցեցինք, ցուցակ չմտանք, բայց սատարեցինք ուժեղ Հայաստանին եւ մեր շատ անդամներ վստահված անձ որպես հանդես եկան, ելի պաշտպանեցին ընտրական իրավունքը։ Իսկ այս իշխանությունները ինչ են անում, պայքարում են ընտրական իրավունքի դեմ։ Մենք պաշտպանում ենք ժողովրդի ընտրական իրավունքը, այս իշխանությունները պայքարում են այդ ընտրական իրավունքի դեմ, պայքարում են որպեսզի վերանա այդ ընտրական իրավունքը, չլինի այդ ընտրական իրավունքը, դա ընդհանրապես լինի ֆիկցիա։